անազատության մեջ պահվող անձը բավականին չեզոք եւ ընդգրկուն տարողունակ հասկացություն է եւ թերևս բարձր ամբիոնից վիճակը նկարագրելու համար կարող էր օգտագործվել, այն ներառում է նաեւ քաղբանտարկյալներին եւ ես նշեմ, որ Արցախի նախկին ղեկավարությունը ըստ էության ռազմագերի չէ եւ ոչ էլ քաղաքացիական գերի այն առումով, որ նրանք մարտական գործողությունների զոնայում հայտնվող եւ դրանով պայմանավորված գերեվարված անձինք չեն, դրանք Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից պահանջված անձինք են, որոնք պետք է ցուցադրական պատժի ենթարկվեին Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու, Արցախի անունից հանդես գալու եւ այլ օրինական գործողությունների համար։ Դրա համար այս հասկացությունը այո ներառում էր նաեւ քաղբանտարկյալներին։ Ես այստեղ սկզբունքային խնդիր եմ տեսնում բնույթի հետ կապված, օրինակ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված կամ դատապարտված եւ օրինական պատիժ կրող անձինք բոլորը անազատության մեջ գտնվող անձինք են։ Արդյոք մենք չպետք է խոսեինք այդ անազատության բնույթի մասին, համարձակորեն նշելով, որ անազատության մեջ գտնվելը ապօրինի է, ոչ օրինական է, եւ սա է պահանջը, որ միջազգային հանրությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի Հանրապետության հասարակությունը պետք է պահանջատեր լինեն ապօրինի ազատությունից զրկված անձանց անհապաղ ազատ արձակմանը եւ կարծում եմ այս կարեւոր իրավական որակումը պետք է տրվեր նաեւ քաղաքական ամբիոնից եւ սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանքի առաջացնում։